Էրդողանը նախորդին հայտարարել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ Թուրքիան 2026 թվականի սկզբից պատրաստվում է սիմվոլիկ քայլերով առաջ տանել Հայաստան-Թուրքիա կարգավորման օրակարգը։ Իմ ունեցած տեղեկություններով Հայաստանը եւ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատելու եւ սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սա իրականում չափազանց մեծ առաջընթաց է ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի համար, որովհետև երբ Երևանն ու Անկարան ուղիղ են խոսում, էապես թուլանում է երրորդ երկրների ազդեցությունը, հատկապես նրանց, որոնք այս դարավոր թշնամանքը օգտագործում էին իրենց ռեգիոնալ ազդեցությունը ավելի խորացնելու եւ տարածելու համար, եւ այդ բրոքերությունն անում էին մեր տարածքների եւ կյանքերի հաշվին։ Թուրքիայի վերաբերյալ մեր անելիքը դրոշ վառելը չէ, դա անում են այն ժողովուրդները, որոնք պետականություն չունեն։ Եթե մենք ուրիշի դրոշն ենք վառում, պիտի պատրաստ լինենք առերեսվել փաստի հետ, որ մերն էլ ուրիշները կվառեն։ Ու հարցն այն է, նրանք դրոշից բացի կարող է ուրիշ բան էլ վառեն, իսկ մենք մնանք սոսկ դրոշ վառող։ Մենք կարող ենք ամբողջ ազգով հավաքվել հայ-թուրքական սահմանին ու գոռալ, որ Թուրքը, Թուրքիան մեր թշնամին է։ Ինչ կփոխվի դրանից։ Մեր ուժը դրանից չի ավելանա, Թուրքիայինը չի պակասի։ Իրականում դրանից չի փոխվի ոչինչ, եւ հենց դա է այն ծուղակը, որը ձևակերպվում է այսպես. Թուրքիա կամ Ռուսաստան, թշնամի կամ փրկիչ ծայրահեղություններով։ Այսպես այս երկուսի միջև մեզ պահելով մենք մնում ենք պատմաքաղաքական ծուղակում, որ Հայաստանը ռեգիոնում չփոխի ոչինչ։ Չփոխել ոչինչ նշանակում է պահպանել ռեգիոնում ռուս-թուրքական ձևաչափի գերակայությունը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների ցանկացած արմատական մերժումը ծառայում է միայն Ռուսաստանի տարածաշրջանում ամուր դիրքավորվելու շահերին, ինչը հենց Թուրքիայի նպատակն է, որովհետեւ Թուրքիան գիտի իր առավելությունը Ռուսաստանի նկատմամբ եւ գիտի, որ ռուսների փոխարեն ով էլ գա տարածաշրջան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Հնդկաստանը, արաբական աշխարհը, նա չունի այն նույն առավելությունը, որ ունի Ռուսաստանի նկատմամբ։ Այս երկրներից եւ ոչ մեկի հետ Թուրքիան չի կարող պայմանավորվել այնպես, ինչպես դավաճանաբար պայմանավորվեց Ռուսաստանը ու դա արեց մեր Հայաստանի կյանքերի ու տարածքների հաշվին։ Պետությունը կառուցվում է ոչ թե զգացմունքով, այլ հաշվարկով։ Խոսել Թուրքիայի հետ չի նշանակում եղբայրություն անել։ Խոսել նշանակում է պատասխանատվություն վերցնել, սառնասրտությամբ, վճռական կերպով կառավարել իրավիճակը, պաշտպանել Հայաստանի շահը եւ վերջապես անել ամենակարևորը՝ ստեղծել տարածաշրջանում Հայաստանից կախված իրողություններ։